Երեխայի տեսակցության ապահովման կամ երեխային մեկ ծնողից մյուսին հանձնելու կատարողական վարույթները հարկադիր կատարումն ապահովող ծառայության ամենաբարդ եւ զգայուն գործերից են։ Այստեղ կարևորը հարկադիր կատարողի կողմից դատական ակտի կատարումը չէ։ Առաջնայինը երեխայի լավագույն շահի, նրա հոգեբանական անվտանգության, իրավունքների եւ արժանապատվության ապահովումը։ Կապահովենք ձեր տեսակցությունը ժամը 3-ին կմոտենամ պարտապանի հասցե, խնդրում եմ, որ դուք էլ հասցեում լինեք։ Հաճախ ամենամեծ դժվարությունը ոչ թե իրավական, այլ մարդկային հարաբերությունների տիրույթում է։ Ծնողների միջև խորացված հակասությունները, համագործակցության բացակայությունը, երեխայի հուզական վիճակը կամ նրա դիմադրությունը կարող են զգալիորեն բարդացնել կատարողական գործողությունները։ Յուրաքանչյուր կատարողական վարույթ ունի իր առանձնահատկությունները։ Նախքան որևէ գործողություն իրականացնելը մենք փորձում ենք ուսումնասիրել ընտանեկան իրավիճակը, հասկանալ երեխայի հոգեբանական վիճակը, գնահատել բոլոր ռիսկերը եւ ընտրել այնպիսի մոտեցում, որը երեխայի համար կլինի ավելի անվտանգ եւ ոչ սթրեսային։ Մենք գիտակցում ենք, որ յուրաքանչյուր նման գործի կենտրոնում երեխան է։ Մեր յուրաքանչյուր գործողությունը պայմանավորված է երեխայի լավագույն շահի ապահովմամբ եւ ծառայությունը անում է ամեն ինչ, որպեսզի դատական ակտը իրականացվի խաղաղ պայմաններում։ Ընտանեկան վեճերի ամենամեծ զոհը հաճախ հենց երեխան է։ Երբ ծնողները չեն կարողանում հաղթահարել իրենց դժվարությունները, ակամայից երեխան հայտնվում է այդ հակամարտության կենտրոնում։ Մեզ համար շատ կարևոր է, որ նա երբեք չդառնա ծնողների միջև ճնշման կամ հաշվեհարդարի միջոց։ Այդ պատճառով յուրաքանչյուր դեպքով գնահատում ենք երեխայի հոգեբանական վիճակը եւ անհրաժեշտության դեպքում համագործակցում հոգեբանների, խնամակալության եւ հոգաբարձության մարմինի ներկայացուցիչների եւ այլ պետական կառույցների հետ, ապահովելով հնարավորինս անվտանգ միջավայր։ Օրենքը նախատեսում է նաև իրավական մեխանիզմներ, որոնք կիրառվում են այն դեպքերում, երբ դատական ակտի կատարումն արհեստականորեն խոչընդոտվում է։ Առավել բարդ կատարողական վարույթներով գլխավոր հարկադիր կատարողի որոշմամբ կարող են ձևավորվել հատուկ խմբեր։ Միջև օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառումը փորձում ենք կողմերի հետ աշխատանքի միջոցով հասնել դատական ակտի կամավոր կատարմանը, սակայն եթե դատարանի օրինական ակտը չի կատարվում կամ կողմերից մեկը փորձում է խոչընդոտել դրա իրականացմանը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կիրառել օրենքով նախատեսված բոլոր միջոցները։ Յուրաքանչյուր որոշման հիմքում ընկած է երեխայի լավագույն շահի սկզբունքը։ Երեխայի վստահությունը հնարավոր չէ պարտադրել։ Այն ձևավորվում է ճիշտ աշխատանքի եւ վերաբերմունքի շնորհիվ։ Մենք փորձում ենք նրա հետ շփվել հանգիստ, առանց ճնշման, ստեղծել այնպիսի միջավայր, որ երեխան իրեն զգա ավելի հանգիստ եւ լսված։ Երբ երեխան սկսում է վստահել, ամբողջ գործընթացը դառնում է ավելի հեշտ եւ արդյունավետ։ Ունենք դեպքեր, երբ երեխայի հետ բնակվող ծնողը հայտնում է, որ երեխան տեսակցությունների գալիս է նաեւ հարկադիր կատարողին տեսնելու համար։ Կարծում եմ, դա պայմանավորված է երեխայի եւ հարկադիր կատարողի միջև ջերմ հարաբերությամբ եւ վստահությամբ։ Յուրաքանչյուր դեպք առանձին պատմություն է։ Մենք գործ ունենք ոչ միայն իրավական գործընթացի, այլև մարդկային ճակատագրերի հետ։ Հենց այդ պատճառով յուրաքանչյուր որոշում պահանջում է թե մասնագիտական զգուշավորություն, թե մեծ պատասխանատվություն։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր երեխա մեծանա լիարժեք ընտանիքում։ Այս վարույթներում հաջողությունը չի չափվում միայն կատարված դատական ակտով։ Գործընթացի հետևում առավել կարևոր է այն գիտակցումը, թե արդյոք հաջողվել է երեխային զերծ պահել նոր հոգեբանական ցնցումներից երեխային լավագույն շահը ապահովելիս։